Մենք ակնկալում ենք նույնը, որ 100 հազարավոր ադրբեջանցիներ, որոնց մենք անվանում ենք արևմտյան ադրբեջանցիներ, կկարողանան վերադառնալ ներկայիս Հայաստան, ասել է Ադրբեջանի նախագահը։ Անգամ չի ասում արևմտյան Ադրբեջան վերադառնան, ասում է վերադառնան այսօրվա Հայաստան։ Հասկանում եք, մարդը արդեն խաղում է բաց խաղաքարտերով ու բոլորովին էլ խնդիր չունի պարզապես շարքային հային զարմացնել կամ զայրացնել։ Ու չի ասում, թե կվերադառնան տանկերով, զորքերով, ասում է ժամանակին հակամարտությունից տուժած խեղճ մարդիկ են ուզում են 30 տարի հետո իրենց ծնված վայրը վերադառնալ։ Ինչ է անում Հայաստանը։ Հայաստանն էլ խաղում է բաց խաղաքարտերով։ Փաշինյանն ասել է, որ արցախցիների վերադարձի հարցը ոչ միայն իրատեսական չի համարում, այլ հենց վտանգավոր է համարում։ Ընդ որում դա ևս ասել է բազմիցս։ Ինչ վերաբերվում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել են, որ վերադարձի մասին նրանց պատկերացումները իրատեսական չեմ համարում։ Ու ընդհանրապես Հայաստանում եւ Ադրբեջանում հակամարտության մեկնարկից ի վեր փախստական դարձած անձանց վերադարձի թեմայի երկկողմ արծարծումը համարում եմ վտանգավոր։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը վնասող գործոն։ Այդ թեմաները արծարծելու երկկողմ փորձերը հենց իրենց փախստականներին ոչինչ չեն տալու, իսկ պետությունների միջև դառնալու են լարվածության նոր աղբյուր։ Իմ այս պատկերացումը կիսել եմ նաև պաշտոնական Բաքվի հետ եւ արձանագրում եմ, որ այո, դա վտանգավոր եւ վնասակար թեմա է նորընծա խաղաղության համար։